Սամվել Կարապետյանը օրերս իր հիասթափությունը հայտնեց տեսախցիկների առաջ, ասաց, որ մեծ մասնակցայնությունը 1,5 միլիոն մարդկանց մասնակցայնությունը կարծես թե նրա մասին էր, որ իրենք հաղթում են, բայց հակառակը ամենամեծ դարդը իր բառերով ասած այն է, որ դա օգնեց քաղաքացիական պայմանագրին եւ իրենք խաբված են զգում իրենց։ Դե մեծ առումով այստեղ ամենամեծ խաբվածը կամ հիասթափվածը դեմից էլ մենք ասում ենք, որ դուք եք լինելու։ Այսինքն իրենք են լինելու։ Այն որ իրենք եկել էին մի դաշտ, որտեղ ըստ էության փորձում էին, չգիտեմ, խոպանից գալով փորձել այստեղ քաղաքական ինչ-որ լուրջ դերակատարումներ ունենալ, բայց իրանք ընդամենը կարողացել են որոշակի ուրեմն դերակատարում ունենալ ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից։ Այդ փողը հանում այս տակը ոչ մի բան չի մնում։ Այդ փողի տոպրակը հանում այս տակը ոչ մի բան չի մնում։ Ոչ քաղաքական ուժ է մնում, ոչ տնտեսական ուժ է մնում, ոչ մի բան։ Այսինքն իրանք իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, երբ որ հանում ենք այդ ֆինանսական միջոցները։ Ու նրանք էլ ովքեր գնացել ու իրենց ձայն են տվել մեծամասամբ, 90% ուրեմն ճշգրտությամբ իրանք գնացել են այդ փողի համար են ձայն տվել ու թերևս այս ամբողջ պատմության ամենացավալի բանը դա է, որ շատ քաղաքացիներ ընտրություն են կատարել գումարով, փողով, որը դատապարտելի է, որը անթույլատրելի է, քանի որ այդ մարդիկ ըստ էության այդ ընտրությունով որոշում են ոչ միայն իրենց ու իրենց զավակների ճակատագիրը, այլ նաև մնացած մարդկանց, այդ մարդկանց զավակների ու մեր պետության ճակատագիրը։